Ինչպես խոստացել էի, ներկայացնում եմ իմ կարծիքով այն 6 պատճառները, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականություն կա։ Բայց նախ ուզում եմ նշել, որ հավանական պատերազմ չի նշանակում անխուսափելի պատերազմ։ Պարզապես, եթե մենք խոսում ենք վտանգների մասին, պետք է հասկանանք այդ վտանգների հնարավոր հետևանքները։ Եթե խոսքը այնպիսի վտանգի մասին է, որի հետևանքները հեշտ ուղղելի են, ապա այդ վտանգին կարելի է այդքան մեծ ուշադրություն չդարձնել և լուրջ վերաբերվել միայն այն դեպքում, երբ դրա հավանականությունը 70, 80 կամ 90% է։ Բայց եթե խոսքն այնպիսի վտանգի մասին է, որի հետևանքները կարող են կատաստրոֆիկ լինել, ապա անգամ եթե այդ վտանգի հավանականությունը 1% է, դրա մասին պետք է գիտակցել և մտածել, ինչպես դիմակայել։ Իմ կարծիքով պատերազմը հենց այն վտանգն է, որի մասին պետք է մտածել անգամ այն դեպքում, եթե դրա հավանականությունը չնչին է։ Ես չեմ կարծում, որ դրա հավանականությունը չնչին է, բայց նաև չեմ կարծում, որ այն մոտենում է 100%-ի, քանի որ սոցիալական և քաղաքական հարթություններում իրավիճակներն այնքան արագ են փոխվում, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հաջորդ տարի այս օրը ինչ կլինի և ինչպես կզարգանան իրադարձությունները։ Առաջին պատճառը քարոզչությունն է։ Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, որովհետև տարիներ շարունակ լուսաբանել եմ տարածաշրջանային հարցերը, հետևել եմ ադրբեջանական կայքերին և ժամանակին անգամ վերլուծել եմ ադրբեջանական և հայկական կայքերի համեմատությունը։ Եվ հստակ կարող եմ ասել, որ տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ Իլհամ Ալիևի կառավարությունը հետևողականորեն զարգացրել է հայատյացության թեզը։ Զարգացրել է, ինչպես ասում են, գրքային ձևով, հետևելով նացիստական Գերմանիայի և նման այլ ռեժիմների լավագույն ավանդույթներին։ Դասական մեխանիզմներով ձևավորվել է զզվանք հակառակորդի նկատմամբ, ստեղծվել է հակառակորդի հստակ դեհումանիզացված կերպար։ Այնպես որ այսօր, երբ ինձ ասում են, թե 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան և ապրելու այստեղ, ես ասում եմ, նրանք չեն գալու ձեզ հետ ապրելու, որովհետև իրենք ձեզնից զզվում են։ Ադրբեջանում մեծացել է մի ամբողջ սերունդ, որը ձևավորվել է այս քարոզչության ազդեցության տակ, և ցավոք հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մարդիկ փոքր տարիքից ենթարկվում են նման քարոզչության և ձեռք են բերում որոշակի հայացքներ, այդ հայացքները հետագայում գրեթե անհնար է փոխել։ Նացիստական Գերմանիայի անկումից հետո Գերմանիայում լուրջ աշխարհայացքային փոփոխություններ տեղի ունեցան միայն այն ժամանակ, երբ մահացավ այն սերունդը, որը նացիստական Գերմանիայի օրոք առաջին դասարան էր գնում։ Այսինքն այն սերունդը, որը փոքր ժամանակ սնվել էր քարոզչությամբ, մինչև չհեռացավ, նոր գաղափարախոսությունը իրականում չէր կարող խորապես ներթափանցել այդ հասարակության մեջ։ Այսպիսով քարոզչության տեսակետից և հատկապես հայերի նկատմամբ իրականացվող քարոզչության տեսակետից այդ հասարակությունը այնքան էլ խոստումնալից չէ։ Գնանք առաջ։ Երկրորդ պատճառը կապված է ինքնության խորքային խնդրի հետ։ Սա ավելի շատ քաղաքական հոգեբանության դաշտից է։ Այսօր միջին ադրբեջանցին գուցե չգիտակցելով, բայց ինքն իրեն բազմաթիվ հարցեր է տալիս։ Օրինակ, ով եմ ես։ Արդյոք ես թուրք եմ, իսկ եթե թուրք եմ, ինչու օրինակ սունի չեմ։ Ես պարսիկ չեմ, թուրքմեն չեմ, ուրեմն ով եմ ես։ Ինքը այս հարցերի պատասխանները մեծ հաշվով չունի, բայց իր կառավարությունը իրեն տալիս է հստակ պատասխան՝ ադրբեջանցին նա է, ով հաստատ հայ չէ։ Այսինքն, մարդկանց խորքային էթնիկ, անգամ ոչ թե քաղաքական, այլ հենց էթնիկ ինքնությունը կառուցվում է հայկական ինքնությանը հակադրվելով։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է մարդկության պատմության մեջ, և սա նույնպես իր մեծ վտանգներն է պարունակում։ Իհարկե սա առաջնային վտանգ չէ, որովհետև այն կարելի է ձևափոխել, բայց կրկին ասում եմ, ես չեմ տեսնում որևէ ցանկություն գործող ռեժիմի կողմից այս վեկտորը փոխելու և ինքնությունը ինչ-որ այլ բանի հետ կապելու։ Երրորդ պատճառը ռեժիմն է։ Մենք գործ ունենք ընտանեկան դիկտատուրայի կամ եթե կուզեք շատ ուժեղ ավտորիտար ռեժիմի հետ։ Նման ռեժիմները աչքի չեն ընկնում խաղաղասիրությամբ։ Նրանց դեպքում պատերազմը, հատկապես այնպիսի թշնամու հետ, որը շատ ուժեղ չէ, քաղաքական տեխնոլոգիաների մի մասն է։ Կընկնի նավթի գինը, երկրում կբարձրանան սոցիալական դժգոհությունները, և նման դեպքերում հարցը կարելի է լուծել փոքրիկ հաղթական պատերազմով։ Ինչպես Ռուսաստանում են սիրում ասել, «Մալինկայա պաբեդանոսնայա վայնա»։ Մենք տեսնում ենք, ինչպես Պուտինը դա արեց Ղրիմի ժամանակ, և նման օրինակների շատ կարող ենք գտնել քաղաքականության պատմության մեջ։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը
Այն երկիրը չէ, որը հարյուրամյակներով կարող է կայունության մեջ գտնվել։ Միշտ խնդիրներ կառաջանան, եւ այդ առաջացած խնդիրներին որպես լուծում միշտ էլ կարող են առաջարկվել որոշակի գուցե ոչ լայնածավալ, բայց տեղային բախումներ Հայաստանի հետ, ժողովրդի ուշադրությունը շեղելու եւ հասարակությանը որոշակի հաղթանակ հրամցնելու համար։ Չորրորդ պատճառը ռազմական պատրաստվածությունն ու ձեռք բերվող զինատեսակներն են։ Այստեղ իմ կարծիքը հիմնային չէ, որովհետև ես այս ոլորտի մասնագետ չեմ, բայց ես խոսել եմ շատ տարբեր մասնագետների հետ, փորձագետների, զինվորականների եւ պարզապես կռված տղաների, որոնք գետնի վրա պատկերացնում են իրավիճակը։ Երբ մարդիկ նայում են Ադրբեջանի կողմից գնված եւ այսօր էլ գնվող զենքերին, կարող են հետեւություն անել։ Ընդհանրապես կարելի է նայել, թե ինչ տեսակի զինատեսակներ է ձեռք բերում պետությունը եւ դրանից հասկանալ, թե ինչ տեսակի պատերազմի է պատրաստվում ապագայում։ Ինձ հետ խոսացած մասնագետների խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի գնած զենքերի պատկերը բավականին տարբերվում է։ Հայաստանի մասին ես կլռեմ, իսկ Ադրբեջանի դեպքում հստակ երևում է, որ այս երկիրը չի պատրաստվում պաշտպանական պատերազմի, չի պատրաստվում ինչ-որ տեղային գծային պատերազմի։ Այս երկիրը պատրաստվում է պատերազմի պետության դեմ խորքային հարվածներ հասցնելու, խորքային թիրախներ խոցելու եւ ամբողջ պետությունը կոլապսի ենթարկելու համար։ Այդ նպատակին համապատասխան զինատեսակներ է ձեռք բերում։ Եվ սա ինձ համար եւս մեկ չորրորդ պատճառն է, թե ինչու է հնարավոր Ադրբեջանի հետ պատերազմը։ Հինգերորդ պատճառն աշխարհաքաղաքական է։ Ինչքան էլ մենք խոսենք երաշխավորների, Թրամփի, միջազգային իրավունքի կամ այլ գործոնների մասին, մենք բոլորս հասկանում ենք, որ աշխարհը փոխվում է։ Ըստ այդմ չկա ոչ մի երաշխավոր, չկա ոչ մի երաշխավոր, ավելին ասեմ, այսօր տարածաշրջանում չկա ոչ մի աննշանակ ուժ, որը կարողանա մեկ հեռախոսազանգով զսպել Իլհամ Ալիևին։ Այո, անգամ Թուրքիան դա չի կարող անել, եթե Իլհամ Ալիևը կայացնի վերջնական որոշում ինչ-որ բան անելու, որովհետև այսօր հնարավորությունները շատացել են։ Մեկից կարելի է նեղանալ եւ գնալ մյուսի մոտ, կարելի է մանևրել տարբեր կողմերի միջև։ Եվ եթե դու ունես բավարար քաղաքական, ֆինանսական եւ այլ ճկունություն, ապա այդ մանևրի հնարավորությունները բավական մեծ են դառնում։ Եվ վեցերորդ պատճառը, որը կապված չէ ոչ ռեժիմի, ոչ քարոզչության, ոչ էլ աշխարհաքաղաքականության հետ։ Այն կոչվում է թուկի դիդեսի ծուղակ։ Չգիտեմ հայերենում այս տերմինը որքանով է ամրագրված հենց այս ձևով, բայց սովորաբար այն օգտագործում են այն իրավիճակները բնութագրելու համար, երբ երկու պետություններ գոյատևում են միմյանց կողքին եւ նրանցից մեկը սկսում է հասկանալ, որ հարևան երկիրը կարող է արագ զարգանալ, խորանալ, հզորանալ եւ որոշակի արդյունքների հասնելով հետագայում վտանգ ներկայացնել իր համար։ Կոպիտ ասած, երբ մեկ ուժի վերելքը վախ է առաջացնում մյուս ուժի մոտ, պատերազմի վտանգը մեծանում է։ Եվ հենց այն պահին, երբ գալիս է գիտակցումը, որ հարևան երկիրը կարող է քեզնից շատ առաջ անցնել կամ քեզ համար ավելի լուրջ մրցակից դառնալ, դու սկսում ես մտածել նրան կանգնեցնելու հնարավոր տարբերակների մասին։ Այդ տարբերակների մեջ կարող է լինել նաև նախապես պատերազմ սկսելը, մինչ այդ երկիրը կհասցնի ուժեղանալ։ Ինձ թվում է այստեղ ես իհարկե կարող եմ շփոթվել, բայց մարդկային եւ այլ պոտենցիալների տեսակետից Հայաստանը ապագայում, եթե իհարկե չկարողանա գոյատևել եւ զարգանալ, կարող է բավական լուրջ վտանգներ ներկայացնել Ադրբեջանի ամբիցիաների համար։ Այսօր արդեն խոսվում է արհեստական բանականության, տեխնոլոգիական զարգացման եւ այլ ուղղությունների մասին։ Ադրբեջանցիները մի տեսակ խետ-խետ են նայում այս ամենին, եւ այդ հայացքը պարտադիր չէ, որ միայն քարոզչական կամ ազգայնական լինի։ Այստեղ կարող է գործել նաեւ շատ սառը հաշվարկային մտածողություն։ Այսինքն, եթե Հայաստանը կարողանա զարգանալ որպես մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների, գիտության եւ ստեղծարարության վրա հիմնված պետություն, ապա երկարաժամկետ հեռանկարում այն կարող է դառնալ խնդիր Ադրբեջանի համար։ Եվ դա արդեն կարող է լինել վեցերորդ, ավելի օբյեկտիվ պատճառը, որը նույնպես կարող է բերել պատերազմի։ Իհարկե, այս վերջին պատճառը շատ ավելի տեսական է եւ եթե խոսքը գնում է առաջիկա 5-ից 10 տարիների մասին, գուցե ավելի քիչ իրատեսական, բայց իմ կարծիքով այն նույնպես պետք չէ ամբողջությամբ հանել ցուցակից։ Մի խոսքով, սրանք էին այն 6 պատճառները, որ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը պետք չէ բացառել։ Դա չի նշանակում, որ պատերազմն անպայման լինելու է, բայց նշանակում է, որ մենք իրավունք չունենք այդ վտանգը չտեսնելու։ Ասելու ախպեր, լավ կլինի։ Հետո մի բան կանենք, մի բան կլինի։ Պիտի սկսել հիմիկվանից։ Facebook-յան իր էջում գրում է Լիաննա Խաչատրյանը։